ՏՏ ոլորտի կրթության խնդիրները մենք կարծում էինք, որ բուհից պետք է սկսել լուծել, որովհետև մեր մոտ գալիս էին մեծ մասամբ բուհերի ավագ կուրսերի երեխեք, իրանց հետ էինք աշխատում եւ բուհ ավարտելուց հետո շարունակում էինք։ Համարյա բոլոր ՏՀՏ ոլորտի ընկերությունները ունեն իրանց սեփական ուսումնական կենտրոնները եւ այնտեղ փորձում են իրենց համար պակասող հմտությունները, որ բուհը չի տալիս, դրանք դասավանդեն։ Որը նորմալ է, բուհը պետք է ֆունդամենտալ գիտությունները դասավանդի, իսկ այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են գործտեղը աշխատելուց, ինչ-որ սարքեր միացնել, անջատել, կամ նույնիսկ գործավարությունը, հաղորդակցությունը, նույնիսկ հաղորդակցական հմտությունները, որ բուհը չի տալի, այդ մենք կարանք 2 ամսում այդ ծառին խփած հայտարարությունների 21 օրում սովորացնեմ այս բանը, այդ մակարդակով մենք կլուծենք։ Մենք չենք կարող լուծել ֆունդամենտալ գիտելիքներ տալու խնդիրները, ասենք մաթեմատիկական վերլուծություններ, չգիտեմ, վիճակագրություն եւ այլն։ Այդ հիմնարար գիտությունները, որը բուհը դարերով լավ տվել է, ու սպասում ենք, որ բուհը շարունակի տալ։ Մեկ-մեկ էս նոր սկսնակ ձեռնարկությունների տնօրենները ողջորված ելնում են, սկսում են խոսել, ասենք, ասենց C++ չգիտեն այս շրջանավարտները, այս ինչ բանա, բուհերն էլ, որոնք որ ինքնավստահ չեն, մի քիչ կասկածում են իրանց վրա, սկսում են դրանց լսել ու իրանց ամբողջ ուսումնական պլանի հերը անիծել ու ֆունդամենտալ գիտությունները հանում են, փոխարենը բերում են մոդայիկ բաներն են դնում, որը որ իրոք ծառին խփած են հայտարարության մակարդակի կուրս է, էլի, որ կարելի է դրսում էլ անցնել, չի կարելի այդպես անել, բուհը պիտի մնա հիմնարար։ Եվ մենք երկար ժամանակ փորձում ենք այդ բուհերի հետ աշխատել, որպեսզի իրանք հիմնարար գիտությունները լավ տան, եւ մենք էլ մնացած պակասող մասերը, այս բոլոր IT ոլորտի ընկերությունները իրենց ուսումնական կենտրոններ ունեն, պակասող մասերը շատ լավ լրացնում են։ Այնքան շատացան այս ընկերությունները, իրարից խլում էին մասնագետներ, մինչեւ այդ ձողը իջավ մինչեւ 3-րդ կուրս։ Այսինքն 3-րդ կուրսում ինչքան շնչող բան կա, սաղին ընդունում ենք գործի չենք թողում նույնիսկ ավարտեն բուհը։ Արդեն այնքան է թափուր տեղերը շատացել, մեր ոլորտը այս պահին 15000 գումարային աշխատող ունի եւ վերջին 5 տարիներին անընդհատ 20% աճելով գալիս էր, արդեն հասել էր այն պահը, որ տարեկան 3000 մասնագետ պիտի ընդուներ աշխատանքի, չկան այդ 3000 մասնագետը։ Մենք սկսում ենք 3-րդ կուրսից էլ ներքև բակալավրիատից ինչքան լավ սովորող երեխա կա, հավաքում տանում ենք բուհը մնում է դատարկ։ Այսինքն այնտեղ մնում են հատուկ են երեխաներ, որոնք գնացել են գիտության համար, որ իրանց նպատակը, եթե չասեմ Նոբելյան մրցանակը, ապա գոնե ասենք գիտությունների տեխնացու դառնալն է, եւ մնացածը, որոնցից ուժեղներին մենք ովքեր ի վիճակի են գոնե մի 4 հատ վարժություն տնային աշխատանք անելու, դրանց բոլորին տանում ենք գործի, այնպես աշխատարց են առաջարկում, որ չկանան հրաժարվեն, տակը մնում են մարդիկ, ովքեր պատահաբար են բուհ եկել, իրանց ծնողների թելադրանքով այլ, ոչ գիտության են պետք, ոչ մարդկության, այսինքն իրանք եթե մասնագիտական կրթություն էին ուզում, պետք է գնային ՄԿ մասնագիտական կրթության որևէ ուսումնական հաստատություն, եթե գիտություն էին ուզում, իրանք գիտության պիտանի չեն, իրանք դրա համար չեն բուհ եկել, իրանք ծնողներն են միգուցե այդպես որոշել։ Այսինքն բուհը մենք դատարկում ենք, որովհետև թափուր տեղերը շատ են եւ մենք գիշատիչի նման sense հարցակում ենք, ինչքան ուժեղ երեխա կա, հավաքում տանում ենք բուհից։ Հետո 5 տարի է նստած իրար երես ենք նայում, ասում ենք, բա ինչ անենք, որ բուհը ուժեղանա, ոչ բան չեք կարող անել։ Պետք է իրար հետ կամ հավաքվեք փոխտակ երեխեքին, որ բուհից դուրս չգան, մնան սովորեն, այսինքն հրաժարվեն մեր իսկ առաջարկներից։ Փոխտանք, որ մեր հետո այդ հարցակումներին դիմակայեն, կամ էլ մոռացեք բուհը, չկա բուհ, որտեվ չկա ուսանող։ Բուհի համար ոչ թե լավ դասախոս ու լավ ուսումնական ծրագիր է, պետք է առաջի հերթին ուսանող, դու չունես այդ ուսանողը, մոռացի բուհը։ Երբ որ մենք դա հասկացանք, հիմա, ճիշտ ասած, դեռ մինչև հիմա չենք հասկացել, մինչև հիմա ինչ որ կան մարդիկ մեր ոլորտում, որ երազում են ուժեղ բուհի մասին, բայց պատրաստ չեն այդ քննարկմանը, ասում եմ եկեք իրար հետ հավաքվենք, գումար հատկացնենք եւ ուսանողներին ֆինանսավորենք, որ իրանք բուհից չհրաժարվեն, բայց իրանք դեռ այդ քննարկմանը պատրաստ չեն, իրանք ինչ որ երկնքներում թափառում են, որոշել են, որ կարելի է Հայաստանում ուժեղ բուհ ստեղծել, չգիտեն որտեղից պետք է այդ ուսանողը գա, հենց գտնել վրաց գործիք ընդունեն, բայց որոշել են բուհ սարքեն։ Բայց այդ ընթացքում մենք այլ խնդիրների էլ հանդիպեցինք եւ քանի որ սկսել ենք արդեն թերուս ոչ բուհական ուսանողների վերցնել, մեր մոտ արդեն ֆունդամենտալ գիտությունները մի կողմ թողենք, որտեղ մենք շատ այս ընկերություններ, նույնիսկ տիեզերանավաշինության մեջ էլ կան բարձրակարգ աշխատատեղեր եւ ամեն բարձրակարգ աշխատատեղին 4-5 մասնագիտական աշխատատեղ, որի համար բոլորովին է բուհական կրթություն պետք չի, պետք է մասնագիտական կրթություն։ Եվ բոլոր նորմալ երկրներում այդ թվում նաև մեր մոտ եղել են այդ մասնագիտական կրթական հաստատությունները ու հիմա էլ կան։ Ուղղակի իրանք վարկաբեկված են։ Եվ ծնողները իրանց երեխաներին այնտեղ չեն ուղարկում, չհասկանալով, որ ի վերջո միևնույն է դա լինելու, թե իր երեխան չի երազում
ֆիզմատգիտությունների տեխնացու դառնալուն ու կոնկրետ մեր ոլորտում պետք չի իրան տանել 3 տարի ավագ դպրոցում տանջամա հանել այդ շտեմարաններով պարապացնել, հետո տանել բուհում իր լավագույն կյանքի չգիտեմ 6 տարին ծախսի, հետո նոր գնա որպես սկսնակ ընդունվի մեր ընկերություններից մեկում գնա խնդրի, որ իրան որպես ինտերն ընդունեն։ Այդ վիճակում իր երեխին կարա լինի հենց ավագ դպրոցից հետո, եթե այդ 3 տարին ավագ դպրոցի ոչ թե մսխվի կրկնությունուսույցի հետ միասին համալսարանին պատրաստվելուն, այլ ծախսվի 3 տարին ահռելի ժամանակ է, 3 տարում մարդ լրիվ մասնագետ է դառնում։ Հենց մեր ՏՀՏ ոլորտի մասնագիտությունների սպեկտրի 80%-ում ինքը կարա լրիվ նորմալ մասնագետ դառնա եւ սկսի իր կարիերան։ Ու հաջորդող 6 տարվա ընթացքում, որում իր տարիքակիցները կհասնեն մագիստրոսի կոչման, ինքը կլինի 6 տարվա մասնագետ, իսկ 6 տարվա մասնագետը մեր ոլորտում 80% բաներում, հաստիկներում արդեն 600-ից 800,000 աշխատավարձ է ստանում։ Իսկ այն 20%-ը, որտեղ իրոք բուհական կրթություն է պետք, այնտեղ ինչքան կա սաղին հավաքել ենք ու հələ չենք էլ թողում, որ ավարտեն։ Դրա համար ենք առաջարկում բուհականին բոլորս միասին գումար դնենք։ Այդ առաջարկը դեռ օդի մեջ է, ինքը ոչ մեկի կողմից չի ընդունվել։ Բուհական կրթությունը այս վերջի 3-4 տարում գնաց երկրորդ պլան։ Առաջի պլան եկավ մասնագիտական կրթությունը եւ մենք ստեղծեցինք մասնագիտական կրթական ուսումնական հաստատություն, բացի նրանից, որ աշխատում ենք գոյություն ունեցող արդեն ինֆորմատիկայի պետական քոլեջի հետ, 2006 թվականից աշխատել ենք Գյումրի IT կենտրոնի հետ, որտեղ Գյումրիում մասնաճյուղ ունենք, իրանք հիմա էլի շարունակում են իրենց գործունեությունը վեբ ծրագրման ոլորտում։ Մեր սեփական ուսումնական կենտրոններն ենք բացել հետ, ոնց որ ոչ ֆորմալ, էլի ոչ պետական Ախալքալակից մինչև Կապան տարբեր քաղաքներում այդ գործունեությունը վարել ենք 1000-ի չափ մասնագետ ավարտել է եւ այդպիսի վիճակագրություն ոչ մի բուժ չունի, բոլորը աշխատում են իրենց մասնագիտությամբ շատ բարձր հաստիկներով, իրենց երիտասարդ տարիքին, այսինքն կրթական փորձ ունենք 2004 թվականից, մոտ 12 տարվա եւ իր մոտ 20%-ը դպրոցական տարիքի երեխաների հետ է, մոտ 80%-ը համալսարանական եւ համալսարանից հետո տարիքի մարդկանց հետ։ Եվ հիմա շատ աշխույժ կերպով աշխատում ենք մասնագիտական կրթության ոլորտում, աշխատում ենք Մկուզակի հետ, որը որ նախարարության վարչությունն է, որը մասնագիտական կրթության համար է պատասխանատու, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունը միության ներքո, նաև Ինստիտուտ ընկերության առաջարկով եւ ծրագրով եւ երազանքով ու հետագայում պլանով, որը մշակվեց ՄԿՈՒ-ի հետ, ստեղծվեց իրական դպրոցը։ Իրական դպրոց կոչվեց Շուշիի ռեալական քոլեջի պատվին, նաև այն պատճառով, որ մենք ուզում ենք սերտորեն իրան կապենք մեր ոլորտի ընկերությունների հետ եւ իրական նախագծեր բերենք ու նախագծային ուսուցումը, որը հիմա շատ մոդայիկ բան է, անենք իրական նախագծերով, ոչ թե դասախոսի կողմից առաջադրված նախագծերով, որոնք ավելի շատ կրթական բնույթ ունեն, այլ իրական նախագծերով, որոնք իրական կյանքից են գալի եւ մարքեթինգային առումով ավելի ոնց որ ձեռնարկատիրական եւ ստեղծագործական առումով ավելի նպատակահարմար է, երեխան կոնկրետ պատվիրատու է տեսնում, կոնկրետ ու շատ հստակ է իր արածը կամ այդ մարդուն պետքա կամ պետք չի, այնտեղ գնահատել, չգիտեմ ինչ չկա, էլի ավելի շուտ դու ռեզումե ես հավաքում, քան թե ատեստատ։ Իրական դպրոց ավարտողը ստանում է LinkedIn-ի նման մի հատ էջի հասցե, այդ իր ատեստատ, այնտեղ գրած է ինքը 4 տարում ինչ է արել, ինքը դրանով է գնում ինտերվյուի։ Ի վերջո սա մասնագիտական համալսարանն է, իր ուսումնարանը իր վերջը այն է, որ դու գործ ես ընդունում, դու PhD չես անում, PhD անելու պետք է գնաս ակադեմիկ կրթություն։ Եվ այդ դպրոցը այս տարի սկսեց գործել կրթության հետ, որպես փորձարարական հեղինակային կամ չեմ հիշում ճիշտ անունը որն է ծրագիր, ստացանք արտոնագիր եւ 20 երեխա հիմա անցնում են կրթությունը փորձարարական ծրագրով։ Նպատակը ոչ թե իրական դպրոց մի հատ օջախ ստեղծելն է, որը էլիտար դառնալու հույսեր ունի եւ այլն, այլ նպատակը ամեն մի մարզում մի հատ, երկու հատ այդպիսի դպրոց ունենալ։ Այսինքն մենք ոչ թե ստեղծում ենք մեկ էլիտար կրթօջախ, այլ ստեղծում ենք համակարգ համակարգ Հայաստանի համար այդ Բոլոնյան համակարգում դրա համար հատուկ մակարդակ կա սահմանված level 5 short cycle-ը կոչվում։ Այդ որը որ Բոլոնյան համակարգը ներդնելուց անտեսվել է, չի բերվել Հայաստան, այդ թիրախավորելով այդ մակարդակը միջազգային այդ վարկանիշային համակարգի level 5-րդ մակարդակը։ Դրա համար մշակվել է ծրագիր ներկայացվել նախարարություն, հաստատվել է եւ հիմա փորձարկման փուլում է, որպեսզի մյուս տարի արդեն կիրառվի ավելի մեծ քանակությամբ դասարանների վրա, իսկ հաջորդ տարիներին արդեն այլ քաղաքներում։ Դպրոցներում, որ ռոբոտաշինական խմբակները բացում ենք, արդեն 165 դպրոցում տեղավորված է, ընդ որում սկսել ենք շրջաններից, ուզում ենք դրա հաջորդ հարկը կառուցենք։ Դպրոցական խմբակներում մենք լուծեցինք մի կարևոր խնդիր,
մարդկանց բացատրեցինք ինչա այս մասնագիտությունը, որտեղ ծնողներից շատերը չգիտեին։ Ոչ մեկ չէր հավատում, որ Հայաստանում ստեղծվում են միկրոսխեմաներ, որոնք տիեզերագնացության մեջ են օգտագործվում, ամենաարդի զենքերի մեջ են օգտագործվում։ Դժվար է դա բացատրել, համոզել մի մարդու, ով կյանքում միայն երկիր չի ծնկող ոչ մի բան Հայաստանի մասին չի լսել։ Իսկ երբ որ տանում ես այդ Հայաստանում արտադրված ռոբոտները, հաստոցները տեղադրում ես դպրոցում, մարդիկ նայում են, ասում ոնց էս Հայաստանում պատրաստ ես, հա, այս հիմնարկում կարաս աշխատես, եթե սովորես այս մասնագիտությունը, այս ոլորտով հետ կարաս աշխատես, արդեն շատ շոշափելի է դա դառնում։ Մեր մասնագիտությունը այնքան абստրակտ է, որ դժվար է 8 տարեկան երեխային դա ասել, որ գիտես ինչ, սա էլ է մասնագիտություն, էլի, իր ծնողը իրան հա ասում է, բժիշկ, բան ինչ որ ձև երեխան այդ պատկերացնում է։ Հետո այնքան են տնեցիկ ասում, որ մի քանի մասնագիտություն ինչքան էլ абստրակտ են, մեկը երեխեքը ընտրում են, բայց այս մեկը շատ դժվար է, նախ ծնողը չգիտի, երկրորդը դժվար է երեխային բացատրել, եւ մենք այդ զենքը ստեղծեցինք, այդ շոշափել այդ լաբորատորիան, Արմատ կրթական այդ աշխատանոցը ինժեներական, որը տեղադրվում է դպրոցների։ Հիմա դրա վրայից երկրորդ շերտն ենք տանում, ամեն մարզում գոնե մեկ իրական դպրոց, մեկ մասնագիտական կրթական ուսումնական հաստատություն։ 3 միլիոն անձազգի համար կյանքի տևողությունը եթե 60-ից 70 տարի է, տարեկան ավարտում են 30-ից 40 հազար երեխա լավագույն դեպքում։ 30,000 երեխայից եթե մեր մոտ մենակ թափուր աշխատատեղերը բարձրակարգ մասնագետների մոտավորապես 2-ից 3,000-ի կարիք ունենք եւ իրանց շնորհիվ ստեղծվող լրացուցիչ աշխատատեղերի մասնագիտական մոտ 5-ից 7,000, այսինքն ընդհանուր մոտ 10,000-ի տեղի մենք պոտենցիալ ունենք։ Պոտենցիալն իրականում անսպառ է, որտեղ ամբողջ աշխարհում թափուր տեղերը ոչ թե նվազում են, այլ շատանում են, չնայած ամբողջ աշխարհը ներդրում է ՏՀՏ ոլորտ, բայց թափուր տեղերը միայն աճում են։ Եվրոպայում էլ, Ասիայում էլ, Ռուսաստան, Ասիա իրար հետ, Եվրոպան առանձին, Ամերիկան առանձին, ամենտեղ միլիոնից ավել է նախատեսվում թափուր տեղ։ Այսինքն անսպառ է, մենք բոլորս է որ ՏՀՏ-ում աշխատենք, էլի կարելի է գործ բերել Հայաստան, թե ստարտափների տեսքով, թե արտապատվիրման աութսորսինգի ձևով։ Այնպես որ շուկայի ու թափուր տեղերի խնդիր չկա, խնդիր կա որ մարդ չկա Հայաստանում, 30,000 երեխա է տարեկան ավարտում, հիմա քանեսին պետք է վերցնես, ինչքան էլ ուզում ես հավակնոտեղի 1/3-ին էլ եթե նույնիսկ վերցնում ես, դա ընդամենը 10,000 մարդ է։ Ու այդ 10,000-ին հավաքելու համար պետք է համարը բոլոր դպրոցներում տեղավորել այդ ինժեներական լաբորատորիաները, բոլոր տեղերում գնալ, քարոզել, ասել, որ գիտեք ինչ, սենց հնարավոր է ձեր գյուղում ապրելով, բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատել, ընդ որում հենց ձեր սենց փողոցից դուրս ես գալի փողոց, արդեն խնդիրներ կան, որոնք լուծելու համար հենց այդ մասնագետն է պետք ու ձեր մոտ լուծած չի։ Մենք թիրախավորում ենք Հայաստանում բարոյալքման խնդիրը մեր բարեկամների, մեր հարազատների մեջ։ Երկարաժամկետ մտածելակերպ, պետական մտածելակերպ, պետականաշինություն, բառեր, որոնք բոլորը այսօր Հայաստանում անգրագիտության միջավայրում կոչվում են հայրենասիրություն։ Որ տենում են դու ինչ-որ երկարաժամկետ բան ես անում, ինքը չի անում, ինքը մտածում արա, կարող է ես եմ աննորմալ, չէ, все-таки ինքն է աննորմալ, բեր իրան մի բան ասեմ, ասեմ դու հայրենասեր ես, իրա կենացը խմեմ, որ ոչ մեկ չկռայի, որ աննորմալ է ես եմ, ոչ թե ինքը։ Այդ ժամանակ միակ պատասխանը իրականում մենա, որ ցավը տանեմ, ես նորմալ եմ, այդ դու ես սրիկա, ես հայրենասեր չեմ, ես նորմալ մարդ եմ, ես դու սրիկա ես։ Ուղղակի այդ ասելուց դժվար թե օգնել, ամենաշատը կնեղանա, ինքը չի հասկանա, այդ դրա համար չեմ ասում, գիտմառոտ եմ անում, բայց ինքը քանի որ հենց այդ իմ ընկեր բարեկամների մեծամասնությունը ոչ միայն սրիկային, այլ պաթոլոգիկ բութ են, իրանք մտածում են, թե ես մռոտ հարեցի, որովհետև համեստ եմ, ասում են վայ քո էսի ոչ միայն հայրենասեր է, այլև համեստ է խմենք, ուրեմն իր հայրենասեր ու համեստ կենացը, եթե մենք չսովորենք ու չսովորացնենք մեր ընկեր բարեկամներին երկարաժամկետ մտածելակերպ, որ այս քոնն է, տերը դու ես, այն որ սապոգը գլխից գնացել է, դու որ փուկի զգացում որ ունես, նորմալ է, կանցնի։ Շուտ ժամանակ հետո կզգաս, որ դու ես քո կյանքի տերել, պետք չէ որ մեկը գա սապոգը դնի, նոր տեր ման մի արի, տերը դու ես, քո գյուղի տերը դու ես, քո քաղաքի, քո կյանքի տերը ու քո երեխեքն են քո գյուղի տերը, իրանց մեծացրու, իրանք է տեր կկանգնեն քո գյուղին։ Հիմա մենք դրանով ենք զբաղված, այսինքն արտաքինից թվում է գնում ենք դպրոցներում աշխատանոց ենք դնում ճարտարագիտական, ինչ-որ հաստոցներ, ինչ-որ բաներ ենք սովորացնում այդ ուսուցչուհուն կամ ուսուցչին, որ ինքը խմբակ վարի, բայց իրականում դրա տակը, որ կարդանք, տողերի տակը ասում ենք գնա քո գյուղը լավ գյուղ է, այնտեղ արժի ապրել, քո երեխեքը լավ երեխեք են, իրանց արժի սովորացնել, իրանք այդ գյուղում ապրեն, տեր կայնեն այդ գյուղին։ Կամաց մենք համալսարանական եւ հետհամալսարանական կրթությունից իջանք, հասանք դպրոցական կրթություն ու իրանց ծնողների հետ աշխատանք։ Առաջի խնդիրը, որ 5 տարվա մեջ կարողացանք լուծել, դա բացատրել, որ գոյություն ունի ՏՀՏ ոլորտ, ՏՏ մասնագիտություն եւ Հայաստանում ապրելով կարելի է այդ ոլորտում արժանավորել ապրել։ Ոչ շատ ցոփ ուշվայդ, բայց նորմալ։
Երկրորդ խնդիրը, որ դեռ չենք կարողացել բացատրել, դա այն է, որ մասնագիտական կրթությունը չի կարելի շփոթել բուհական կրթության հետ։ Բուհը ստեղծված է նրա համար, որ ստեղծի հետազոտողներ։ Եթե ասենք, այս նյութը ուզում եմ իմանամ, ալերգիա կառաջացնի թե չէ, կամ կարողա պետքա պոլիտեխնիկ կրթություն գնամ ցուցակը բացեմ, մեջից ընտրեմ այն նյութը, որը ալերգիա չի առաջացնում մեր ջերմաստիճանային եւ խոնավային պայմաններում։ Բայց եթե ուզում եմ սինտեզեմ այդպիսի նյութ, ինչ տնտեսական սահմանափակումների ներքո Հայաստանում արկա պաշարների հիման վրա սինտեզել այնպիսի նյութ, որը չի առաջացնի ալերգիա, այս խոնավության եւ ջերմաստիճանային պայմանները, դա արդեն համալսարանական կրթություն է պահանջում։ Բայց եթե ուզում եմ ուղղակի երաչափ մոդելավորեմ, վերջում կարեմ, մարքեթինգ անեմ, վաճառքներ անեմ, առաջխաղացում անեմ ու հիմնարկը ստեղծեմ, այդտեղ ինձ պետք չի համալսարանական կրթություն, այդտեղ ինձ պետք է մասնագիտական ուժեղ սեկտոր կրթական եւ դա հիմա մենք հերը անիծել ենք։ Մենք երկու սեկտորի հերն անիծել ենք, երբ որ մասնագիտականին վերևից ենք նայում եւ համալսարանի ավարտին գերադասում ենք մասնագիտային, երբ որ համալսարանը ավարտել լրիվ ուրիշ նպատակով ինքը կրթվում է որպես գիտնական, ինքը չի կարող այս շորը կարի եւ մցնի շուկա, ինքը կարող է նյութ սինտեզի։ Մենք դրան երբ որ սկսեցինք օգտագործել մասնագիտական կրթության տեղը, մասնագիտական կրթական օջախների պահանջարկը իջավ, այսօր մեր բոլոր մեծ համալսարանները խոշորագույն բաներ են, հարկատուներ են։ Այսինքն Instigate ընկերությունը, որը, չգիտեմ, քանի տարի 4-5 միլիոն շրջանառություն տարեկան ունի, հարկատուների ցանկում ավելի ցածր է, քան բժշկական համալսարանը օրինակ։ ԵՊՀ-ն էլ խոշոր հարկատուների ցանկում է։ Այսինքն պահանջարկը մասնագիտական կրթական հաստատության իջավ, բարձրագույնինը բարձրացավ, բայց իրականում ապականվեց այդ բարձրագույնը, որտեղ իրան օգտագործում են մասնագիտական կրթականի փոխարեն։ Երեխային տանում են ընդ, որպեսզի ինքը մասնագիտություն ստանա աշխատի, այսինքն level 4, level 5-ի կրթությունը բոլոնյան համակարգի փոխանակ level 6, level 7-ին անի համալսարանը, ինքը համ level 5, level 4 է։ Ապականվեց դրանով համալսարանը, մենք չունենք այսօր հետազոտող համալսարան, մենք չունենք օջախ, որը կստեղծեն մարդուն, որ այդ նյութագիտություն գիտի, որ կարա ֆունդամենտալ հետազոտություններ անի, նույն պեդագոգիկայի ոլորտում այսօր էլի ռեկտորը բարձրանում է առանց ամաչելու այս ժողովներին, որտեղ ուզում է պաշտպանի իր համալսարանը, մեզ ասենց ասում է, գիտեք, այս տարի մեր այսքան շրջանավարտ գործի ընդունվեց, այսքան տոկոսը գործի ընդունվեց։ Դու աշխատանքի տեղավորման գործակալություն չես կամ մասնագիտական, ասենք ՊՏՈ, ՍՊՏ, ՖԶՕ, ասենք մասնագիտական կրթած ջախի ռեկտորը կարա վեր կենա, տենց բանով հպարտանա։ Բուհի ռեկտորը պիտի հպարտանա իր PhD-ների քանակով եւ բերած հետազոտական նախագծերով, ասենք ամերիկյան բուհի ռեկտորը հպարտանում է նրանով, թե որ բաժնի վարիչը ինչքան հետազոտական նախագիծ է բերել իր համալսարան, դարպայից, չգիտեմ, ինդուստրիայից եւ այլն, ինչ բարդ հետազոտական խնդիրների վրա իր պրոֆեսորը աշխատում իր ուսանողների հետ միասին։ Մեր ռեկտորը հպարտանում են մի բանով, որը որ ՊՏՈ ռեկտորը պիտի հպարտանա։ Այսինքն մենք համալսարանը օգտագործում ենք ավագ մասնագիտականի փոխարեն ավագ մասնագիտական թափս անտեսել ենք։ Հիմա ՏՀՏ ոլորտը ինքը իր արած սխալները հասկանում է կամ հասկամած եւ իր ուշադրությունը շեղում է հատկապես ԻՏԶՄ-ն, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մրցակցության միությունը, որտեղ 100 ընկերություն կա, այսինքն մոտ 1/5-ը, դա էլ է խոսում մեր բարոյական որակի մասին, էլի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն գրանցված է հարկատու 500 ՏՀՏ ընկերություն մոտավորապես, դրանցից միայն 100-ն են, որ միավորվել են ինչ-որ ձեռնարկությունների միություն են ստեղծել։ Այսինքն այդքան է մեր կոնսոլիդացիոն ունակությունը հեսպայն, թեև այդ 100-ն էլ արդեն բավական մեծ արտադրողականություն ունեն, որպես ոլորտային միություն։ Եվ հիմա մենք մեր ուշադրությունը սևեռել ենք մասնագիտական կրթության վրա, որտեղ այդ պահանջարկը մեծ է, իսկ բուհը իր նպատակին ուղղակի չի ծառայում։ Ինքը այդ մասնագիտական դերն է ուզում տանի, ու ռեսուրսներն է մեզանից ուզում, մենք ասում ենք, չէ, այդ ռեսուրսը մենք կտանք մասնագիտական։ Ավագ դպրոցը, որ ստեղծեցինք, մասնագիտական այդ կրթօջախը, իրական դպրոցը, երեխեք կան, որ կյանքում գիրք չեն կարդացել, կարդում ես այս մատը տողատակով տանելով դանդաղ, այսինքն կրթության որակը շարունակում է սարսափելի ձևով ընկնել։ Մենք խոսում ենք բուհը վերածնելու մասին, իսկ այդ ընթացքում հանրակրթությունը այնպիսի արագությամբ կործանվում, որ արդեն պետք է իջնել իրոք մանկապարտեզի մակարդակ։ Աշխատել ենք մանկապարտեզի մակարդակում հիմնական արվեստի բաղադրիչն է պակաս, հիմնական խնդիրն է, որ ուղղակի մարդկային որակները 21-րդ դարի քաղաքացու պատշաճ վիճակի չի կարող հասցնել։ Ավագ դպրոց ավարտած երեխան պետք է լինի լիարժեք պետության քաղաքացի։ Ինքը պետք է տիրապետի իր պետության պատմությունը, պետք է լիարժեք 21-րդ դարի քաղաքակրթության քաղաքացի լինելու համար պետք է տիրապետի այդ քաղաքակրթության պատմությանը։ Այն ինչ որ դպրոցական ծրագրում կա Եգիպտոս, Հունաստան վերածնունդ եւ այլն, Ասիայի պատմությունը, այդ ամբողջը ինքը լրիվ բաց է թողած։
Այդ մարդը դատարկ է, ինքը հայտնվել է 21-րդ դարում, մի հատ sense gadget-ներից կարողանում է օգտվել այդտենց վիճակում։ Եթե հյուր գա, ասենք արտասահմանից մի հատ գերմանացի գործընկեր է գալի, ես վախենում եմ 5 րոպե իր այդ հյուրին թողեմ կամ ասենք երեկոյան ասենք գինի ենք խմում իրար հետ 5 րոպե թողեմ խայտարականը իրան իր ցեղը իր անկերությունը իր ազգը այդ գերմանացի կասեսուր եմ ընկե շատ է որ C++ գիտի կամ ինչ մարդ չի արեցի այսինքն այդ խնդիրը իրական դպրոցից է լուծվում եւ մանկապարտեզից ասենք գեղագիտական դաստիարակություն բան վերջի վերջո այդ ստեղծագործականի վրա էլ է դա ազդում